Հենց հիմա մեր հետևում գտնվում է Ռուսաստանի ամենավտանգավոր քարանձավը։ Այցելել նմանատիպ տեղ առանց ուղեկցորդի խստիվ արգելվում է։ 10 տարի առաջ երկու տղա մտել են այս քարանձավ եւ մինչ այսօր նրանք չեն կարողացել դուրս գալ։ Քարանձավի ներսում կա գերեզմաններ, կա մետրո, կա ձոր, որի միջով մենք այսօր պետք է լողալով անցնենք։ Ներսում ուղղակի գրողը տանի սարսափելի եւ վտանգավոր է։ Սար։ Սիրելի ընկերներ, դուք գտնվում եք Միկա Թանգյան YouTube-յան ալիքի ամենավտանգավոր վիդեոյում։ Օրա լիչնա, լուրջ, տղավարի լիչնա։ Օրը սարև։ Ջուրը իրականում շատ սառն է, ոտը միանգամից թմրում է ու չեմ կարողանում շարժել։ Քարանձավի մասշտաբները ուղղակի ահռելի են։ Եվ մոլորվել այնտեղ կարելի է։ Շատ հեշտ։ Ինչպես տեսնում եք, մենք մուտքի մոտ ենք եւ սկսում ենք մեր դաժան գիշերը։ Գնացինք։ Օխ, ուրա։ Օխ, սարել եմ, ահաբորձեր։ Հել։ Կարճ քարանձավի պնդության մասին եմ որ տղերք այսօր մեզ սպասելու է կոնկրետ շատ վտանգավոր օր, դրա համար կխնդրեմ, որ շատ զգույշ լինեք։ Որ մի քիչ շուրջ զգուշացներ ախպերը։ Նայեք ժողովուրդ, նայեք։ Այս քարանձավը ավազոտ է ահավոր ձևի, սա ներսում ավազ է ու դրա պատճառով մենք սողալու ենք շատ դժվար։ Էսա մուտքը հիմնական, այսինքն պետքա սողալով գնանք։ Ուստեղ էլ մուտք կա, բայց ես որ վիդեոները տեսել եմ, հիմնականում այն մուտքով էին մտնում։ Նաև սիրելի ընկերներ, մեր հետ վերցրել ենք այսինքն շատ ծանր պայուսակ, որտեղ փորձել ենք ամեն ինչ տեղավորացնենք, իրան էլ պետքա մեր հետ տանենք, ուրեմն նմանատիպ քարանձավ չի կարելի գնալ առանց ուղեկցորդի։ Չի կարելի գնալ առանց քարանձավի ամբողջությամբ տիրապետելու, որովհետև մոլորվելը շատ հեշտ է ու բացի մոլորվելուց մենք կարանք ուղղակի ցած մնանք արանքում ու քարերի արանքում ու Աստված չանի, բայց ասա որ ուղեկցորդի հետ ու քարանձավին ամբողջությամբ տիրապետելով կլիներ շատ հեշտ ու շատ անհետաքրքիր։ Իսկ Միկա Թանգյան YouTube-յան ալիքում միայն հետաքրքիր կոնտենտ եք դուք տեսնելու։ Տղերք, Աստված մեր հետ, շատ եմ խնդրում, բոլորը շատ ուշադիր եղեք, այս շատ ծանր նկարահանում է։ Դուխով ամենակարևորը ու իրար օգնելով։ Գնաց, всё։ Ահավոր նեղա։ Օր այս ինչ ցուրտ է, ժողովուրդ, ավազը ահավոր է։ Ահավոր սառն է ավազը։ Հորը սարև տեսակ, արա այս պատալոկը ոնց որ փլվում է։ Արա հա անգեր, բեսամ զգուշ, դավայ տայք առանց երկար տորմուզների մյուսն է գնում։ Ну все, как бы, это вот, понимаете, это только начало. Ժողովուրդ ջան, առաջին ծակը կարելի ասել հաղթահարված է, այստեղ նաև կան ահավոր շատ չղջիկներ ու քարանձավում չի կարելի ընդհանրապես բարձր խոսալ, որ այս պատերը չփլվեն, բայց ինչպես տեսնում եք, Тут, кстати, побольше места, Եսեկա։ ծանր է, Սունկը շատ ահավոր։ ոնց էր առաջինը։ Ժողովրդի մոտ նենց տպավորության, որ մենք առաջինով մտանք ու վերջել ընդհանրապես ուժ չմնաց մեր վրա։ Ուրեմն սիրելի ընկերներ, մեր հետևում երկու ահավոր ձևի նեղ արանք կա, որով մենք պետք է անցնենք։ Կամ ստեղով, Կամ էլ ստեղով։ հենց հիմա մեկնաբանություններում գրեք, թե որտեղով կանցնեիք դուք։ Առաջարկում եմ հիմա խանք չինգաչունգ ու եթե ես հաղթեմ, գնանք այս արանքով, իսկ եթե Արամը, այն արանքով։ Համաձայն ես։ Բայց աղջի սենց լուրջ որոշումը չինգաչունգով որոշենք։ Ես քո հետ համաձայն եմ, բայց գնացինք ոչինչ։ Չինգաչունգ։ Ախտեցին։ Չի եմ ուրախանում, երկուսն են նույն ծաղկն են։ Սիրելի ընկերներ, 20,000 լայք, առանց ուղեկցորդի, առանց քարտեզին տիրապետելու մենք եկել ենք Ռուսաստանի ամենասարսափելի ու վտանգավոր քարանձավ։ Պետք է զգուշ լինել։ Օժոլը ստենա է։ Ճիշտն ասած մենք քարտեզն ունենք, կարանք մի հատ նայենք։ Մենք ժողովուրդ մենք ունենք ինտերնետից քաշած քարտեզ, բայց որ դուք հասկանաք, ընդհանրապես այդ քարտեզով ոչ մի բան հասկանալի չի։ Даже, честно, вообще не հասկանալի է։ Մի հատ ցույց տուր էլի, ցույց տուր թոտայնա ժողովուրդը։
Արա հազիվ ժողովուրդ ոտերիս վրա կարում եմ լիարժեք կանգնեմ, որտեվ ահա որ հոգնել էի արդեն։ Ժողովուրդ հիմնական խնդիրներից մեր այսօրվա գտնել հուշահամալիր գերեզման այդ մարդու, ով մտել է այստեղ եւ մահացել է։ Քարանձավում նաեւ կա ձոր, պատկերացնում եք, այսինքն ջուր է, ու ես ուզում եմ, որ մենք այսօր այդ ձորի մեջով լողալով անցնենք Քարանձավի այն մյուս կողմը։ Ժողովուրդ, ուրեմն տեսեք Արամը ինչ նկատեց, սրբապատկեր, ամենակարևորը նրա մոտ տեսնում եք ինչ որ կոնֆետիկներ, այստեղ ինչ որ Բադիկներ։ Այս Քարանձավի մահացածներին իրականում հարգում են նմանատիպ կոնֆետներ են դնում եւ այլն, նմանատիպ բաներ դեռ շատ կտեսնենք։ Տենում ես ինչա գրած։ Չէ, ինչա որ։ Դալշը բոգա нет։ Ժողովուրդ ընդեղ գրած է, որ արչեվում այլևս Աստված չկա, բայց Աստված միշտ կա ու միշտ մեր սրտի մեջ է, դա միշտ հիշեք։ Ճիշտ եմ։ 100%, միլիարդ տոկոս։ Աստված մեր հետ իրականում շատ ծանր նկարահանում է, ժողովուրդ։ Գնացինք։ Որը զգուշ։ Սումկեն էր ախպեր, էս Օ, Հիսուսի գլուխը տեր։ Արա էս ինչա մոմ, հա։ Во, нет, иди сюда։ Այդտեղ էլա փակ։ Ելեք։ Արա կարա սենց լինի մուտքը, բայց լի մի րոպե։ Դժվար, գիտես։ Ժողովուրդ, սա լաբիրինթ է, արդեն հետ գնալու ճամփեն ես չեմ հիշում։ Հա, մեզ սենց է պետք։ Դից էլ պեչի։ Բայց այնտեղ մի հատ շատ վտանգավոր քար կա, բայց տեղով ժողովուրդ չենք տեղավորվի։ Մի րոպե, բայց սուր ենք սենց գնում։ Էսի հետ են գալի։ Ժողովուրդ, տեսեք, այս Քարանձավը լրիվ լաբիրինթ է, ու բացի նրանից, որ լաբիրինթ է, շատ վտանգավոր է, ահա որ ձևի։ Ես տեղից ոնց որ կա մուտք, ուղղակի ահա որ ձևի նեղ է, ժողովուրդ։ Օպա։ Որը սարև։ Չղջիկ։ Կամացեք, չի կարելի իրանց արթնացնել։ Լիտուչա մөр։ Реально ты грилась։ Ապա ես հորը սարև ֆոբիա ունեմ ծիթիկներից լուբոյով, ահա որ ձևի զզվում եմ ես ժողովուրդ։ Հեսա մի հատ է։ Քելե թանկ լավ, հələ տենկանք։ Ստե։ Տեղը։ Հա, ստե ահավոր է։ Ավելի հեշտ է մտած։ Այ։ Ժողովուրդ։ Տպավորությունները։ Ահավոր։ Երթվում եմ շատ վախենալու է։ Ժողովուրդ վերևը սաղ թաց է ու ցեխի մեջ է։ Առաջարկում եմ ցեխի մի պուճուր կտորսն սրտի կանեն։ Արես ինչով ենք զբաղվում մենք։ Լսում ես ջերի կաթիլները։ Ժողովուրդ էս կաթոցի ձեները իրոք բան եմ ասում շատ վախենալու են։ Ժողովուրդ հələ ճաքերը նայեք։ Այս Քարանձավ չի թույլատրվում մտնել։ Ոչ մեկ չի ուղեկցում այս Քարանձավ։ Ժողովուրդ պատկերացնում եք հանդարտ գլխով կապնել այս չղջիկին, ինքը զարթի, իմ համար են որ դժոխ կա, լուրջ եմ ասում ես ահա որ ուշտը վախենում եմ, ոնց որ ֆոբիա ունենամ։ Չեմ սիրում հարաբերս չղջիկ։ Ժողովուրդ հիմա մեր մոտ 3 գնալու ճանապարհ կա։ Մեկը սենց, մեկը այն կողմով ու մյուսն էլ այնտեղ։ Հիմա ես չգիտեմ մենք ոնց պետքա գնանք։ Ինչ Տենում ես։ Խաչը ընդ է։ Իսկ խաչը ինչ է։ Մագիա։ Գերեզմանոց։ Խաչը գերեզմանոցն է։ Ժողովուրդ որոշեցինք սկզբից սենց իջնենք։ Արամ դու չղջիկներին լավ ես նկատում էլի որ լինի ձեն հանի։ Զիբիլա։ Ու ինչ որ Արա հիմա ինչ որ զնակ կա։ Ժողովուրդ ահա որ սարսափելի է։ Արա սունկեն չի հասնում։ Ժողովուրդ ուրեմն տեսեք ստեղ ինչ որ այսպես նշան կա ու ճանապարհ դեպի այն կողմ ու ճանապարհ դեպի այստեղ։ Որ այս ինչ նեղա։ Մի հատ ուղակի զգացեք։ Գնացինք։ Մեկը այն ճանապարհը Ժողովուրդ ես արդեն մոլորել եմ։ ներքի օրոգե։ Հա։ Այստեղ ավելի հետաքրքիր բան։ Բայց այնտեղ Թոմաս sense պետք։ ապելը քել։ Ապելը քել։ Քել ստե մեծ զալա։ Ոյ։ Արա ստեղ այդ գերեզմանն է ժողովուրդ։ Հեսա։ Ասում էի, չէ՞ ձեզ։ Հեսո։
Հեսա տեսեք։ Ուպե լուրջ գերեզմա։ Ժողովուրդ ուրեմն այստեղ կա մատյան, որտեղ ամեն մեկը լրացնում է երբ է ինքը եկել ու երբ է ինքը գնում ստեղից։ Ուրան ժուրնալ այսինքն Ժողովուրդ ջան, տեսեք այսինքն նմանատիպ մատյան կա։ Այստեղ ավելի հետաքրքիր բան կա։ Легенда о белом спелеологе. В пещерах пропала молодая девушка. История гибели ужасна. Он оставил ее в темноте умирать, забрав с собой последний источник света, еду и надежду. Որում պատկերացնում ես, թե մթության մեջ մնաս։ Այսինքն ստեղ մթության մեջ մի հատ էլ աղջիկ են թողել։ Ее дух не нашел покоя, навсегда остался в пещерах, превратившись в их вечную хранительницу и проклятие. Ախպերս հերիքը էլի կլինի մեզ չվախացնես։ Արամը կարդում է ստեղի մատյանի այդ գրվածքները ժողովուրդ, թե ինչ ահավոր դեպքեր է ստեղ տեղի ունեցել։ Բայց ես խնդրում եմ քեզ չկարդաս, որովհետև դա մենակ վախ է առաջացնում։ Վերադարձնում ենք։ Օրո հեսա քարտեզը, ախպեր, հեսա նա է քարտեզը։ Հեսա, հա, ճիշտ է, ժողովուրդ։ Այդ նույն քարտեզը, ինչ ես հերախոսի մեջ նկարացույց տվի։ Ասենք ընդհանրապես բան չի հասկացվում այս քարտեզին նայելով։ Պետք է ուղղակի տեղյակ լինես այս քարանձավներից, որ կարողանաս ընդհանրապես գլուխ անես, ինչը ոնց է։ Բայց մենք դե քանի որ տեղյակ չենք, լուչը թողենք տեղը։ Ժողովուրդ առաջարկում եմ գրենք Միկա Թանգյան YouTube-յան ալիքի։ Միկա Թանգյան գրենք, Միկա Թանգյանը ավելի շատ ոչ թե իմ անուն ազգանունն է, այլ արդեն մեր YouTube-ի մեծ ընտանիքն է։ 100%։ Ես գրում եմ Միկա, դու գրում ես Թանգյան։ Համաձայն ես։ Այո։ Дату в коробке поставь. 13 уже, наверное, сегодня. Այսօր ամսի 13-ն է, сегодня 13-է։ Արդեն 26. Շաբաթվա ո՞ր ունես։ Ուրբաթ չի, ուրբաթ։ Ուրբաթը Այսօր ուրբաթ է։ արդեն մենք գիշերն ենք ժողովուրդ 13 ուրբաթ։ Ժողովուրդ մենք նկարում ենք ուրբաթ 13։ 13 пятница сегодня. Прикинь։ Уже же пятница. Брат, или меня херахоса ту? Не видно, подождите։ Пятница 13 видно было. Ուրբաթ 13 ենք նկարում, արդեն 12 ժամը անցել է։ Շարժվում ենք առաջ։ Ստեղ ուրեմն մի հատ նշան կա ու մի հատ էլ այստեղ ժողովուրդ տեսեք ինչ նշան է, ու ստեղ էլ գրածա որ չի կարելի այն կողմ գնալ։ Արի, եթե կրում ես դու, գնում ենք այնտեղ։ Եթե կրում եմ ես, ուրեմն գնում ենք այնտեղ։ Չինգա չունգ։ Գնում ենք այնտեղ, որտեղ գրածա չի կարելի գնալ։ Սարև։ Տեսեք։ Աստված մեր հետ։ Հուրը սարև։ Տղեկ ստե ահա որ է։ Ես հորս հարավ չգիտեմ, մենք սենց գինանք, թե չէ։ Եկեք լավ։ Եկանք հիմա էլ ստեղ է 3 մուտք։ 1, 2, 3, 4։ Ոնց գնանք, как пойти-то? Пошли туда. Сюда? Смотри, что там светит. Ну, там коридор полноценный. Ого! Ой, там мышь бегала только что. Да? Реально? Да. Մուկեր։ А, Վայ, հորս սարևում ենք, այս ավազով գնում ենք, ուստե մկեր կան արա։ реально? Кстати, вот сюда, в эту стену пошла. Եկեք գնանք այն սլակով տեղով, քելեք։ Пойдем там, где стрелочка։ Туда, назад? Да։ Ապե բայց կային եք էլի մի րոպե։ Չոտքի սիրտս ծագում է, առանց կատակ եսի հորս արև։ Կոմի բան խմես։ Գիտեք ինչ ծակոց է, որ սենց թեթև ահավոր ծակում է, ջոգին է շի ուժեղ ծակոց է, բայց չեմ հասկանում ինչ հետա կախված։ Շումի հետ կարող է կախված լինի։ А давление может колоть сердце? Ու ահավոր գլխացավ է մոտը ժողովուրդ։ Ժողովուրդ անկախ ամենից պետք է առաջ շարժվենք, որովհետև ճանապարհի կեսի չի կարելի հետ կանգնել։ Եթե իմ վիճակը շատ վատանա,
Ես չեմ կարողանա շարունակեմ, բայց հուսանք տենց բան չի լինի։ Գնացինք։ Նայեք, մենք պետքա դեպի ջրի կողմ գնանք։ Ու այս ճանապարհով մենք կգնանք դեպի ձոր։ Գնացինք։ Աժուր, այնտեղ սկա։ Արամ դե սաղ ջրի մեջ է։ Ու այս ամեն ինչը սիրելի ընկերներ, հանում նրա, որ Միկա Թանգյանի YouTube-յան ալիքի դիտորդը ունենա որակյալ կոնտենտ։ Օհո, Այ հորը սրվ չեմ ա։ օհո, Ինչա։ դե արդեն ավելի ջրալի է։ Արամ շատ մի հերվացի, Արամ։ Սաղ ջրի մեջ է, ժողովուրդ, սաղ ջրի մեջ է։ Ура, смотри, как тут течет. Ժողովուրդ, վարկածներ կան, որ այս ջուրը կարելի է խմել, վարկածներ կան, որ չի կարելի խմել, բայց ստեղ Վահավոր ձևի ռադիացիա կա իրականում ու ես կարծում եմ չարժի խմել։ Չարժի, 100% չարժի։ Չարժի խմել, բայց արդեն ջրի մեջ ենք, ստեղ ամբողջությամբ սկսում այդ ջրային հատվածները։ Так, հիմա պետքա հասկանանք։ Спасибо, Дим. Там стрелочки, видишь, даже нарисованы. Ահա։ Լստե։ Արամ, բայց դու խի տենց գնացիր։ Դե ես իմ ախպեր, եթե թե Հա, հեսա ջուրը ընդեղ ա տանում։ Մի հատ կգցես ֆանարիկը դեմներս։ Չէ, դե։ դե Արա կոմոց։ մետրո Նայեք ժողովուրդ, այստեղ մետրոյի նշանն է, մենք ճիշտ ճանապարհին ենք, դա արդեն դուր է գալի, ուստեղ արդեն սկսում ահավոր ջրային հատվածները քարանձավի, ինչը շատ վտանգավոր է, վերևը ճաքեր ահավոր ձևի շատ կան, չղջիկներ, որոնցից ես ահավոր ձևի վախենում եմ, բայց սա լավ է լինելու։ Աչք կա ու ձախ կա։ Налево и направо есть։ Գնացինք լավ։ Ժամանակ չկա։ Օր այս ինչ ցեխ, աստեղ ժողովուրդը նստեղ նայեք։ ըստ չղջիկ։ Ապե ինչ։ Ապե ինչ։ Չղջիկներ կան զգում։ Լուրջ հորս է, բաց թե Արամ։ Դրանք չտես։ Հա, դե։ Բայց ստե դժվար գնանք։ Մեզ էս ուղղությունն է պետք է։ Հա։ Սա աշկից մետրոնա որ կա։ Բաց մեզ տուպիկ է։ Դե ես չգիտեմ տուպիկ չի, սենց նշան։ Հա։ Խնդրեմ ես նշանը տեսեք ստոպի։ Կամած չղջիկները։ Это լիքը չղջիկ կա զգուշեք։ Մի 2-3 հատ ես եմ տեսել։ Ես չեմ նայում ուղղակի գնում եմ։ Այդ է գլուխը զգուշ, ձեռը զգուշ, վերևը տենց չղջիկ կա։ Լիտուչա մշ։ Տղեկ շատ ենք հերվացել։ Շնչելը դժվար է։ Ժողովուրդ, գրեք Արամ, Նիկա, Ձիմա, Կարմիր սրտիկներ մեկնաբանություններում գնահատեք ես ձեր լայքով ու ձեր բաժանորդագրությամբ։ Եկեք արագ հասնենք 200,000 բաժանորդ։ Տուպիկ է։ Սենց ուրեմն прямо птетанк. Там тупик. А даже узкой щелочки не было. Не, там тупик прям вверх поднимается и тупик. Оро! Ինչա։ Հլեկեք։ 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 Սարը լսում ենք։ Станция метро до... Посмотрим по картам. Այ հիմա նենց մի հատ նեղ ճանապարհ է սկսելու դեպի ձոր տանող ձոր լիճ չգիտեմ։ Ու ահա որ վախենալու է։ Ահա որ հոգնել ենք 3 ժամից ավել ստեղ են ժողովուրդ ու հիմա միակ ճանապարհը դեպի ձոր, դեպի լիճ, դեպի այդ ջուրը, այս ճանապարհն է։ Ինչ անենք։ Գնանք, չէ՞։ Արամ։ Հա, վայ։
Աստված մեր հետ գնում ենք դեպի ամենավտանգավոր տեղը այս քարանձավների։ Մենակ խնդրում եմ հետ ճանապարհը կարողանանք գտնել։ Արամ, դու օրինակի համար հիշում ես մեր հետ Արես կա չղջիկի ձայներ։ Չէ, չղջիկի ձայնը մենք լսանք տզոց է։ Արամ, դու հետ ճանապարհը հիշում ես։ Մենք ինչքան խորն ենք եկել, ճիշտ ասած, կասկածներով եմ շատ լիքը կասկածների մեջ եմ։ Ժորդ 3 ժամա մենք արդեն ստեղ ենք։ Պատկերացրու ինչքան տեղ գնացինք, հելանք, մտանք, հելանք, փուծախ, աճ։ Այդ քարտեզը թարապես Բոլը չի քարտեզը հալը, քարտեզով չենք հասկացել ոնց օգտվենք։ Մի խոսքով սենց Ինձ թվում է սենց։ ճանապարհ դեպի քարանձավի ամենավտանգավոր մաս։ Գնացինք։ Ուշ չկա մեջս։ Ահավոր ծանր է համ կամերայով, համ այս ահավոր ծանր սունկով։ Իսպուգանս ախպեր։ Մի հատ խնդրում եմ նայեք ինչ խորություն։ Մեջ ենք հիմա իջնում։ Արամ, բան կան դե։ Օրը լիճնո։ Լուրջ, Տղավարի լիճնո։ խորը սարև։ Խորը սարև։ Կամաց։ Դիմա կամաց։ Խորը սարև։ Դիմա սարաշտը։ Ժոր գտնենք լիճը։ Ударился? Бля, осторожно. Լավ էլ խորն է։ Զեթում երևի թե։ Կայնի։ Օй, հորը սարև շատ սարն է։ Ահավոր սարն է։ Արա գնալով խորանում է, հորը սարև։ Ժորդ գնալով խորանում է։ Գեր։ Ահավոր սարն է։ Հորը սարև ոտերս չեմ զգում ժողովուրդ։ Ահավոր սարն է, որ խալաձենիկի ջրից սարը ոնց որ լինի։ Այ, ոտս քարացավ։ Բայց պետք է գնանք։ Հələ կայնի։ Ժորդ մի հատ փորձարկելու համար գնանք։ Որ այդ թալով այդ ոնց է խորանում։ Հորը սարև գնալով ահավոր ձևի խորանում է։ Ատեղեք ոտերս քարացել է։ Հետ արի, օրո զգույշ։ Ապե չեմ կարող ոտս շարժեմ։ Արագ, արի։ Զգույշ։ Արի։ Պատկերացնեք ուղղակի սառուցա։ Հորը սարև։ Արա չեմ զգում, սենց խփում ոչինչ ոտս չեմ զգում։ Ապե բայց պետք է գնանք։ Ինչ անենք։ Ժողովուրդ, չգիտեմ, հիմա շատ բարդ ընտրության առաջ ենք կանգնած։ Ջուրը իրականում շատ սառն է, ոտը միանգամից թմրում է ու չեմ կարողանում շարժել։ Հատուկ ինչ-որ Գիտես չէ, կարա մկաները բռնվի։ Հա, էլ չկարողանաս քայլես ընդհանրապես ու գնաս ջուրը։ Հեսա 2 րոպե թողնք չհետ գա, քել 2-ով գնանք։ Դիմ, ты останешься здесь, мы пойдем։ Դիման ստեղ կմնա, ժողովուրդ որ ստեղից նկարի։ Կարևոր քել բրատս գնացինք։ Գնալով խորանալու է քեզ ասեմ։ Գնալով խորանում է։ Արդեն ծնկներին է հասել։
չեմ զգում ախպեր։ Ես ինչ սառնա։ Ուրը սարև։ Այ, Մկաներես։ ահ, Տղավարի չեմ զգում մկաներես ոտին ներքևի մասը։ արա հաջողում եմ ընկերս դիմացի մի քիչ։ Այսպես բան արա։ Այսպես բան արա։ Շարժումներ պետք է։ Ահ, այս ինչ լաբիրինթ է։ Արի ես կողմից աչանենք, էլի որ մոտի կլնենք։ Արի մի րոպեով դուրս գանք, էլի։ Ժոր մի վարկյանով դուրս գանք, էլի։ Ես քեզ ասեմ, որ ես երկրորդ անգամ մտա։ Ավելի թեթև էր սառնությունը դե։ Այն որ ոտերը չեմ զգում, որ ճիշտ է ասում էդի 100%։ Այսի անհնարին բաներ։ Ես այլի հետ ենք գնում։ Այլի հետ ենք գնում, ենք պետքա բացահայտենք այդ ամեն ինչը։ 20000 լայք։ Սիրելի ընկերներ, մինչև այստեղ մենք կմտնենք երկրորդ անգամ, ձեզ ուզում եմ խորհուրդ տալ Ghost VPN-ը։ Եթե դուք ուզում եք փոխեք ձեր լոկացիան եւ հայտնվեք ուրիշ երկրում եւ հանգիստ կարողանաք օգտվել այն կայքերից, որոնք չեք կարող մուտք գործել ձեր IP-ով, ապա Ghost VPN-ը դա լավագույն տարբերակն է։ Ռուսաստանաբնակ հայություն, մանավանդ ձեզ շատ հարկավոր է Ghost VPN-ը, որի միջոցով դուք կկարողանաք մուտք գործել YouTube, Instagram, TikTok եւ մնացած բոլոր սոցցանցերը, որոնք արգելափակված են Ռուսաստանում։ Սիրելի ընկերներ, Հայաստանից կխնդրեմ ձեզ շատ մեր հովանավորներին աջակցել։ Ներքևում կլինի link, անցեք այդ link-ով, բաժանորդագրվեք Telegram-յան ալիքին եւ գրեք, որ դուք Միկայի կողմից եք։ Իսկ մենք գնացինք դեպի լիճ։ Փորձ երկրորդ։ Լույսը դեմ գնացինք։ Ժողովուրդ ջրի սառնության ուղղակի պետքա սովորել։ Ուղղակի պետքա սովորել, ինձ թվում է մենք կկարողանանք։ Սովորում ես այն վաղ, որ արդեն չես զգում ոտերը։ Համաձայնեմ։ Ինչ բոլոր բաներ դեպի ես։ Ինչ-որ խաղալիք։ Ոնց որ։ Քեզ։ Ուրո։ Սարել եմ, հապորտել։ Հել։ Սարել եմ, չեմ կարող հելեմ, ապեր ոտերս բռնվել է։ Կամերան։ Ահա։ Ինչ է նա։ Լավ, մեր զգուշը դե ջուրն է։ Вообще անզգայանալու է։ Ապե այստեղս չեմ ուզում։ Այստեղիցս մինչև այսօր չեմ ուզում։ Էսի շատ վտանգավոր է, Ժոր քանի որ նայեք ինչ ձևի է դողում ձեռն սերս։ Այս օրանգեր զգուշ։ նորմալ է, չեմ ընկնել։ Ապա ոնց որ այսպես մի հատ քար էր մեր։ Ու ոտս դրեցի այս քարի ջոգին, այս ծերին, բայց ինքը լավ բոյով էր։ Ու այսպես ժողովուրդ ստենայեք։ Նո գտել չէ։ Ստենայեք ժողովուրդ։ Ապեր բայց կարաս էդի ջրի մեջ չկայանելով անես։ Մնաց հետ գնալու ճանապարհը գտնենք։ Ամենադժվար բանը հիմա այս սառը ջրից հետո ես вообще ոչ մի բանի մասին չեմ հիշում։ Ասենց ոտերով ժողովուրդ, ահա որ դժվար է հետ բարձրանալը, շատ դժվար է։ Մեջքս չեմ զգում ախպեր։ Արա հորս արև ընկեր լավ չեմ ես։ Տեսակ։ Ինչ ա եղել։ Ոտը չի հերիքում։ Բաս ես հայ կամ մոտոր, ապա նորմալ է ամեն ինչ։ Ոտը մի տեսակ չի հերիքում։ Չգիտեմ ինչից է։ Իրականում ժողովուրդ, Արամի լրիվ հասկանում եմ։ Օդը սկսել է չհերիքել ու մարմինը քարացած է։ Պետք է 100% որ քարացել է։ Կամաց։
Բայց չեմ զգում ոտս ընկերուր։ Վստահ դնեմ իրան։ Սարը վրա։ Ժողովուրդ ու 2 ժամվա ճամփա ունենք հենց հիմա հետ գնալու։ Ինչ է elə։ Մատեր տալում ես շարժես։ Չի մոտերս ոտի մատերը որ չեմ զգում։ Բան չեմ, սեղմես լուրջ չեմ։ Вообще բան չես զգում։ Չէ։ Չի ախպեր, կարս ավելի ուզի խփես։ Չէ, խփում որ փորձը սկսես գաս։ Չի ընկեր։ Ժողովուրդն են սառը ջուրեր։ Իսկ քայլել չես կարում։ Բայց պետք է ընկեր, ինչքան շուտ լինենք, այնքան ավելի լավ կլինի, որտեղ եթե ստի ավելի շատ լրվենք, всё։ Ես է խոսքի չեմ զգում։ Պետք է մտցնես մի պուսկ։ Սաղ ջուրը տեսեք։ Սաղ ջուրը ախպեր սաղ։ Ես ջուրը մտնելուց առաջ չէի հաշվարկել, որ մենք հլը պետք է հետ գնանք։ Այս քարանձավները, այս կոնտենտը, թե չէ ինչ ուղեկցորդ։ Մեջքս տրանքում է։ Չեմ զգում ոչ մի տեղս։ Ժողովուրդ Արամը հենց հիմա դուրս է գալի։ Մենք հաղթարեցինք այս գրողը տարած քարանձավը ու պատրաստվում ենք այստեղ վերադառնալ։ Արի մի քիչ էլ բերև, հել։ Դու չկա։ Ես քեզ լրիվ հասկանում եմ։ Մենք դա արեցինք, իրոք հենց հիմա մեկնաբանություններում մեզ ողջունեք, կարմիր սրտիկներ ինձ Արամին Ձիմային։ Եթե ուզում եք, որ մենք ստեղ ջրային մատրասով գանք, 20000 լայք ու եթե ուզում եք պահկվոցի 20000 լայք։ Համաձայն ես։ 100%։ Արժետ վիպուսկը։ Սաղ ձեզնից է կախված, 20000 լայք չեղավ չի լինելու։ Կհանդիպենք շուտով։